Երևան քաղաքում 60-ական թվականներին որպես գեղեցկության երևանցու չափանիշ կար մի հիանալի անձնավորություն։ Իհարկե շատերը ճանաչեցին, բայց շատ շատերն էլ չճանաչեցին, որովհետև բոլորը չի որ գիտեն, թե այս գեղեցիկ երիտասարդը Երևանի սիրուն տղան ինչպիսի մեծ համբավ ուներ եւ այսօր էլ նրանք ովքեր նրան ճանաչում են իհարկե գիտեն։ Եկեք միասին հանդիպենք այս հիանալի անձնավորության հետ, որը կարելի ասել 60-ականների, 70-ականների կուռքներ երիտասարդության եւ ոչ միայն երիտասարդության, շատ սիրված երգիչ, բազմակողմանի օժտված անձնավորություն եւ առաջինը, որ երգը բեմի վրա դարձրեց, ինչպես ասենք, թատերականացված մի երևույթ, այդպիսին էր ներկայացնում մեր այսօրվա հյուրը Սիմոն Տերյանը։ La bohème, nous ne mangions qu'un jour sur deux. Dans le café voisin, nous étions quelques-uns qui attendions la gloire. Et bien que miséreux, avec le ventre creux, nous ne cessions d'y croire. Et quand quelques bistrots, contre un bon repas chaud, nous prenaient qu'une toile, nous récitions des vers groupés autour du poêle, en oubliant les vers. La bohème, ça voulait dire tu es jolie. La bohème, et nous avions tous du génie. À 3 heures de jour, je m'avais fait un tour à mon ancienne adresse. Je ne reconnais plus ni les murs ni les rues qui ont vu ma jeunesse. En haut d'un escalier, je cherchais l'atelier dont plus rien ne subsiste. Dans son nouveau décor, Montmartre semble triste. Et les lilas, tous les lilas sont morts. La bohème, on était jeunes. On était jeunes, on était fous. La bohème, mais la bohème, ça ne vaut plus rien dire du tout. Այսպիսի մի հարց, Սյոմա ջան, ես արդեն տարիքս արել եմ, կարող եմ մոռացել եմ, ինչ երգեր էիր երգում դու մեզ հետ, և հետո, երբ որ արդեն գնացիր կռունկ, և կռունկով գնացիր առաջի միջազգային հանդիպումները հայկական արվեստի, հայկական երգարվեստի, դա արդեն կռունկ խումբներ, Ռոբերտի հետ էի Կամերխանյան, այո, Չեխոսլովակիա գնացի, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա գնացի, այնպիսի եղելություններ են, որ մասին մոռանալ չի կարող իհարկե։ Դրանից հետո եկավ ուրեմն պետական էստրադային նվագախումբը, Կոնստանտին թվականներ, այո, եւ մինչեւ շուրջ 13 տարի, մինչեւ 68-ին գումարած 13, ինչքան 81 թվականը, այո, որտեղ ես
Հիմա կատեգորիկ որպեսզի ավելի շոշափելի լինի մեր զրույցի տեսանելի շարքը, պատահաբար Ջազային կուպեում թե չեն ցանկանում։ իհարկե ցանկանում եմ սիրո այն էլ երբ դու ես առաջարկում այդ Ինչքան էլ ինձ մեղադրի իմ գործընկեր Արտավազդ Եղոյանը, ես պետք է ասեմ, նա միշտ ինձ մեղադրում է, որ ես բոլորին ասում եմ մայեստրո, բայց այսօր այստեղ երկու մայեստրո են ներկա։ Ողջույն։ ողջույն սիրելի Խնդրեմ։ շնորհակալություն սիրելի շնորհակալություն Իդեպ մայեստրո ես միշտ հաճույքով կրկին դիտում եմ այն հաղորդումը, որ արեցինք երրորդ ալիքով, հիշում եք, 93 թե 94 թվականներ դա։ Մոտ տարիներն էր, այո, Այո, ստիպեցինք ձեզ, որպեսզի երգեք Ես նույնիսկ։ էլ անպատրաստից ինչ-որ աղբաղբաղբաներ էլ արել։ Հիշում եմ, այո, լավ օրեր են, իհարկե։ Կան անհատականություններ, որոնց մասին խոսելու համար նույնիսկ բառեր չես կարող գտնել։ Մեր սերունդի ներկայացուցիչները միշտ լսել եւ սիրել են նրա երգերը։ Մենք ուզում էինք ձեզ պատմել այս լուսանկարների մասին, սակայն կարծում ենք կարիք չկա։ Այս լուսանկարները իրենք են իրենց մասին խոսում։ Սիմոն Տերյան Ուրեմն դառնանք նորից այն, որ ասում են պատահաբար հայտնաբերվեց այստեղ։ Ես էլ որ ասեցի, Ռայալ Ֆուստավ, հարուստներն ասում են։ Ինչպես որ բացվի, այդպես էլ նայենք։ 78 թվական շրջագայություն Վոլգագրադ, Տաշկենտ, Ֆրունզե, Ալմատա, Նովոսիբիրսկ, Մոսկվա, Կիև եւ բոլոր մասնակիցները իրենց շնորհակալական ստորագրություններն են թողել նվիրված Սիմոն Տերյանին։ Այո, դա մի երևույթ էր իդեպ ասեմ, Բուլիջան, դա ամբողջ բոլոր սոցիալիստական երկրներից հավաքված ինչ որ մի մեծ ծրագիր էր, որին մենք մասնակցում էինք, դա ամեն տարի էր լինում, ամեն տարի, եւ տևում էր մի 3 ամիս, մեծ համերգներ էին հիմնականում մարզադահլիճներ եւ այլն, մեծ հիշողություններ էր կապված դրա հետ, արտասահմանում կարծում էին, թե այստեղ այս սովետական մեծ երկրում ինչ որ մակարդակը երևի թե այլ կարծիք էին մեր մասին եւ գալիս էին եւ զարմանում որ մենք ոչ միայն նրանցից վատ ենք այլ նաեւ նրանցից շատ առավել լավ ենք եւ զարմանում են տղաներ կային այնտեղ հարավսլավացի տղաներ էին իդեպ Աննա Հերմաններ Չերվոնի գիտարը հիշում ես Սևերին Կրաևսկի իդեպ երկերից մեկն էլ ինձ նվիրեց եւ ես համերգներում երգում էի այդ երգերից մեկը շատ մարդկանց հետ ենք հանդիպել եւ երբ որ հարցնում են ինձ հարցնում են Սիմոն որքան եք դուք վարձատրվում էլի եւ երբ ասում են 250 ռուբլի ասում են րոպեն ու մնում են զարմացած եւ ընդհանրապես օրկեստրը այն ժամանակ այնպես էր հնչում մայստրո Օրբելյանի օրկեստրը շնորհիվ նրան էր որ ես հրավիրվեցի օրկեստր եւ այդ օրկեստրի հետ այնպիսի մի կյանք ապրեցի այնպիսի որ հիմա հիշում եմ սա երևի իմ կյանքի ամենապայծառ օրերն էին եւ րոպեներն էին որ երբ ես եղել եմ կատարյալ երջանիկ մարդ ինչպիսի հանդիպումներ ինչ մարդկանց հետ եմ հանդիպել որ նրանք նաեւ ձևավորում էին նաեւ ասենք այսպես իմ անձը էություն երևի այդպիսի դեմքերից էին ժանրի կարկառուն ներկայացուցիչներից ինչպիսին Ուճոսովն էր Թաքմատա իհարկե իդեպ Ուճոսովի մասին ես դա Սիմոն Տերյանից չէ որ լսել եմ
նվագախմբի տղաներից էին ասում, որ երբ համերգից հետո Ուջոսովը եկել է բեմի հետև ողջունելու եւ շնորհավորելու նվագախմբին համերգի կապակցությամբ, մատնանշել է Սիմոն Տերյանին եւ ասել է «Поклонитесь низко матери, которая родила от такого сына»։ Սա երևույթ էր առաջին հերթին այն բանով, որ դուրս էր գալիս Սիմոն Տերյանը ոչ թե կոկիկ, սպիտակ, փայլուն կամ կարմիր հագնված, նա դուրս էր գալիս սև միայն շապիկով, փողկապով։ Սիմոն Տերյանը երգը ներկայացնում էր ոչ թե միայն ձայնային վերարտադրությամբ, ինտոնացիան եւ խոսքերը, այլ նաեւ կերպար էր ստեղծում։ Սիմոն Տերյանը շատ ծանոթ լսված երգերը կատարելիս ներկայացնում էր այնպես, որ արդեն ոչ թե համեմատվում էր առաջին կատարողի հետ ի վնաս իրեն, այլ համեմատվում էր այդ երգի առաջին կատարողի հետ հավասար, որովհետև իր արժանինքներն էր ներկայացնում, ներկայանում էր իր մոտեցմամբ, եւ դրա համար պատահական չէր, որ օրինակ հիանալի ժետական երգը, որը բոլորը շատ լավ սիրում էին եւ գիտեին, հիմնն էր։ Այո, եւ դրանից հետո էր, որ Երևանում այսպիսի սիրո կատակ էր գնում Սովայի նկատմամբ, որ ասում են Շարլ Ազնավուրը, ոնց էին ասում, Այո, ասում են Շարլ Ազնավուրը Փարիզով վազվազում է, գժվել է, սև վերնաշապիկով խփում է կրծքին ու ասում ես Սիմոն Տերյանն։ Mes jours passent, mes nuits pleurent, pleurent le vent. Ma raison son pressement comme le temps. C'est un mort que je regrette de temps. Car sans toi ma vie s'arrête et je t'attends. J'attends l'air que je respire le printemps. J'attends mes éclats de rire et mes 20 ans. Mes mers calmes et mes tempêtes en même temps. Car sans toi ma vie s'arrête et je t'attends. Je t'attends. Viens, ne tarde pas. D'où que tu viennes, qui que tu sois, viens le temps. Écoute, je t'attends, mon rêve inconnu. Quel est ton nom? Quel est ton but? Le mien c'est l'amour. Pour que mes jours se transforment, que vraiment ma vie par toi prenne forme à chaque instant. Parce que la vie démonte avec mon sang. Comme un peintre je t'invente et je t'attends. Mes doigts par petites touches au fond tes dents. Avant de croquer ta bouche éperdument. Mais ces rêves ne me laissent que tourment. Car je traîne ma détresse et je t'attends. Je t'attends, je t'attends, je t'attends. Viens, viens ne tarde pas. D'où que tu viennes, qui que tu sois, viens le temps ne court. Je t'attends. Toi mon rêve inconnu. Quel est ton nom? Quel est ton but? Le mien c'est l'amour. Իդեպ Փարիզում դու երգել ես տալ։ Այո, իհարկե երգել եմ եւ ելի եմ ասում կերտ համեստություն չլինի, Բունիկ ջան շլացուցիչ հաջողություն էր դա, որովհետև իրենց համար էլ զարմանալի էր, անգամ մեկը ասաց, թե եթե մի այսպիսի մի պրեմիա լիներ, որ
տրվեր լավագույն արտասահմանցի ֆրանսիական երգի կատարողի, դա իհարկե միանշանակ պետք է շնորհվեր Սիմոն Տերյանին եւ գալիս էին հետս ֆրանսերեն խոսել նեղանում էին, որ ես չէի խոսում դերները ֆրանսերը, դες չգիտեի ֆրանսերը, թվում էր թե կարծում են ես KGB աշխատող եմ։ Ջերմ եք ասած, իսկ հիմա գինես ֆրանս։ Չէ, պարզապես գիտեք Մարտին ջան, որովհետեւ ես իմ արածին, իմ գործին շատ խորն էի վերաբերում, ես օրինակ ֆրանսերենը, չէ, ես ամենամեծ ֆրանսիագետների հետ էի պարապում, ամեն տողը, ամեն տառը, այսինքն ես գիտեի ինչի մասին եմ ես երգում, եթե ես չիմանայի, այսինքն այդպես չէի երգի։ Մեկտեղ դու անգլերեն էլ ես երգել։ Անգլերենն էլ ես իջնում։ նույնն էր, Այո։ Բուլիկ ջան, նույն կերպ էր, որովհետև իմ վերաբերմունքն էր իմ գործին այլ։ Սիմոն Տերյանը օժտված էր բեմի վրա իմպրովիզացիայի ընդունակությամբ։ Օրինակ կարող էին 10 անգամ փորձված բանը, մեկ էլ մի օր Սիմոն Տերյանը զարմացնում էր նաև իր գործընկերներին, որ այս երգի մեջ մեկ էլ հանկարծ իջնում էր դահլիճ։ Դու կարծեմ առաջինն էիր, որ իջար դահլիճ։ Դա մեր երկիշներից։ Բուլիկ ջան, ես ընդհանրապես առաջինը շատ բաներ եմ արել, որ ես եմ արել առաջինը ընդհանրապես։ Եվ դրա համար էլ Բուլիկ ջան, ես շատ այն ժամանակ անգամ տուժել եմ, եթե դու հիշում ես, իհարկե հիշում ես, կային ժամանակներ, որ շատ բաներ չէր թույլատրվում, շատ բաներ խորթ էր, մեր այն գաղափարախոսությունը սոցիալիստական, սովետական չէր կարելի նման բաներ անել, բայց ես այդ ինչ որ իմաստով շատ համարձակ տղա էր, ինչ ուզում անում էի։ Առաջի թվիստն եմ ես երգել, առաջի ռոկն եմ ես երգել, առաջի Թվիստը հենց որ ասեցի, հիշեցի, համասարանի արգեսում ես Բայ չես հիշում, թվիստը գեր, Քարոլ հիշում ես տենց շատ գեղեցիկ երգեր, շատ բաներ եմ արել, այն որ այն ժամանակի համար ընդհանրապես չտեսնված, չլսված բաներ էին, որ անգամ հիշում եմ Ստյոպա Պողոսյան այն ժամանակ կոմսոմոլի կետկոմի քարտուղարներ, վայ, շատ լավ, արդեն գալիս է դե ի պաշտոն է պետք է ասել Սիմոն, քեզ խուլիգանով, որպես խուլիգանություն եւ որպես բարյալ լքել մեր երիտասարդության քեզ, ես իշխեմ կոմսոմոլից կվռնդենք քեզ 15 սուտկա բաներ կնստացնենք, չգիտես ինչեր կանենք եւ այլն, իմիջիալը ծանցար լավ եմ հիշում անցան ժամանակներ, ես արդեն օրկեստրի հետ, իսկ Ստյոպա Պողոսյանը այն ժամանակ Վեդիում քարտուղար էր եւ մենք եկանք Վեդի համերգից հետո էլի եկավ կուլիսների հետեւ գրկախ առնեցինք, վաղուց չենք տեսել եւ համբուրեցինք, օй Սիմոն, ինչ լավ է դու ես իստեմ հանճարում ասեցի դուքան կարված դա այն ժամանակ այս նույն բաների համար ինձ կոստոմից խայտարակ վռնդում եք հիմա ինչ պատահեց դե վերջի արդեն հասկանում ես թե ինչ է ես հիշում եմ առասպելական ինչ որ վերաբերմունք էր իմ հանդեպ ես դրա համար ես շատ շնորհակալ եմ եւ իմ ժողովրդին եւ բոլորին ես ասում եմ իմ ժողովուրդն է ինձ երջանիկ դարձրել նորից գանք ժողովրդին Ջամա ջան ինչքան ես գիտեմ լավ եմ արմատները լավ խորն են ու մի երկու հատրնես լեզվական ակնարկ որ արեցի Երևի հերոստատիտողն էլ արդեն հասկացավ իհարկե Բուլիկ ջան չես սխալվում որտեղացի Ղարաբաղցի կամատաղ իհարկե ցակումով Ղարաբաղցի եմ եւ իմիջիալոց պարծեն ունեմ նաեւ դրանով եւ ես ասեմ ես բոլորովին չեմ ընդունում գուցե այսօրվա խոսակցության թեմա չի դա բայց ես չեմ ընդունում վերջերս մեր մոտ կատարվող այն բաները թե սա Ղարաբաղցի է, սա Գյումրեցի է, սա Երևանցի է, սա ինչ-որ ջոգողություններ են դնում, տարբերություններ դնում, սա ընդհանուր խեղկատակություն է նման, որ մենք բոլորս հայեր ենք, կեցես, բայց չկարելի հումորի զգացմունքով տարբերություններ ինչ որտեղ ունենք, որ մեկս մյուսին լրացնում, իհարկե, իմանալով քո անեկդոտների ամբողջ ռեպերտուարը, որ երևի թե 3 օր չի բավականացնի, որ բոլորը պատմես, դրանց մեջ կարող ես մեկն ու մեկը գտնես, որ հնարավոր է կիսվել հեռուստադիտողի հետ։ Կա, հա, ուրեմն վերջերս ասում մի երկու ընկեր վաղուց իրար տեսած չեն լինում, եւ պատահաբար հանդիպում են փողոցում, մեկն ասում է, «Ատա, պետք է մոտա, կարելի է»։ Սա որտեղ ես կորել, այսքանի տարի է տեսել չենք, вообще լի։ Ասում է, ասում չես, պապիս կրծրինք։
Այսինքն պապայիս կորցան։ Սոսմո կթողեմ պապատ ասել որ կրծրի քայլ։ Ինչ կրծնելի բաներ, ասма չէ։ Մի հելավ ծառի պտկից փրսվել վերինգա, թե կրծրին։ Ասма կթողեմ, դա մի կողկարանքը մանկիկ էլի բերակ։ Կորցնել կարող ալի։ Կորցնել ինքը կորցրի։ Բարացիա։ Այդ դրուստ ասում։ Դուզ ասել։ Արևը դուզ ասել։ Հա, Բունիկ ջան, իհարկե, ես ասեմ, շատ լավ օրեր եւ շատ լավ կյանք եմ ապրել ես այնուամենայնիվ։ Եվ շարունակում ես ապրել։ Գիտես ինչ, ես մի քիչ քեզ ընդհատեմ շատ կներես իհարկե, բայց ցավով պիտի ասեմ, որ համենայն դեպս այն ես հիմա եմ լավ կյանք ապրում, իմ ընտանիքը, իմ թոռները, իմ եւ այլն, բայց կյանք, որը անձամբ ինձ համար էր, իմ կյանքը, դա այնուամենայնիվ բեմներ։ Ես գիտեմ, որ քո երկացանկում հատուկ տեղ էին գրավում նաև հայկական երգերը։ Իհարկե։ Այստեղ եւ ժողովրդական երգերի մշակումներին ես դու մասնակցել նույնպես կատարողականով։ Հետո բացի դրանից կատարվել են տարբեր ժողովուրդների երաժշտություն, որոնք ասենք թե եղել են թե պատվերով, թե ինչպիսին, թե ասենք ծրագրային, այսինքն այսինչ երկիրը հաճախելու այդ երկերից։ Այո։ Իսկ հայ կոմպոզիտորների երգերից դու երգել ես Բաբաջանյանի երգերից, իհարկե Արնարությունից։ դու երգել ես եւ Ռոբերտ Ամիրխանյանի երգերից մի քանիսը իրենց ծնունդը ունեցան քո կատարման շնորհիվ նույնպես եւ հիշում եմ հիանալի քո կատարումը Պրոշլե երգի Ռոբերտի, այո, իհարկե։ Չգիտեմ, լավ ես հիշում։ Если давнее прошлое вспоминать не хотят, нет у прошлого адреса, нет у прошлого нет у прошлого имени. Остается от прошлого лишь один силуэт. Но на склоне желанию, вспомнив прошлое, то силуэт надевает вдруг из тумана пальто и с букетом подснежников, как тогда, поспешит и незвано, непрошено в дверь твою постучит. Արտիստ է պետք լինել, այրվել է պետք, այրվելիք պիտի ունենաս մեջդ, որ այրվես, դատարկներից ոչ մի բան չի լինում, ինչպես ասեմ, էլի եմ ասում, անհամեստ է երևի հնչում, բայց շատ այլ որակներ պետք է ունենաս, որի գումարը տալիս է այն, ինչը որ կոչվում է, այն ինչ որ դու ասեցիր, քիչ է լսել, պետք է նաև տեսնել, որովհետև բեմը ենթադրում է հենց այդ որակները ևս։ Որ ասում ես, թե կյանքը փոխվեց միայն բեմի վրա ապրելը, դա մի շրջան էր, որը միշտ քեզ հետ է։ Իհարկե։ Ըստ Հեմինգուեյի, չէ՞։ Ինձ հետ էլ կտան։ Праздник, который всегда ставит. Так է, բայց հիմա դու ունես նաև ուրիշ տոն։ Ես ասում եմ սեփական փորձից։ Օրինակ ինձ մոտ գրպանում միշտ կային թորների նկարները։ Իմն էլ անպայման կան, Բուլիկ ջան, միասին։ Միշտ հետս է, Բուլիկ ջան, բա ոնց, բա իմ թորները ես այլևս էլ ինչ ունեմ արդեն։ Ես ահագին, օй, ջանին մեր ջանին։ Այ հիմա ես համ նկարները նայեմ, այդ ընթացքում
կենսագրությունդ պատմի։ Պատմեմ, ինչ պատմեմ, կենսագրությունս հայտնի է, սա մեծ թորնիկս է, սա փոքրիկն է, որ ինձ ասում է Տիմոն, դա Ձիդան, դա Ձիդանա, թորնիկներս ես Ոնց աշկերտ լավ չի տեսնում, հա։ Այ մերդել ջան, հրաշալի։ լավն է։ Բուջան շատ լավ ընտանիք ունեմ, գիտես, ես Այո։ հրճվում եմ իհարկե, այդ իմաստով էլ շատ երջանիկ մարդ եմ ես, իմ տիկինը հոյակապն է անձնավորություն է ինքնին, որպես անձնավորություն։ Դե որ քեզ դիմանում ա ու հոյակապ Ես անգամ ասել եմ, ինձ նմանին դիմանալա, այսինքն ասում եմ Պետրիշ բաբուս։ Ով ունի ընտանիք, ով ունի թորնիկներ, ով ունի զավակներ, ես ցանկանում եմ ցավոք սրտի գիտեմ, որ դա այժմյան պայմաններում դժվար է, երբ նայում ես ապագան տեսնում ինչ է կատարում, շատ սկսում ես կասկածել, թե արդյոք դա կլինի, թե չէ, բայց մեր ցանկությունը միակն է, որ մեր երկրում այն, որ մենք տառապել ենք այս երկրի համար, մենք սիրում ենք, սա մերն է, իմ երկիրն է սա, այ Հայաստանը, այ ժողովուրդը իմն է, Բուլիկ ջան, քոնն է, հասկանում ես, եւ սա ոչ մեկը մեզնից հույս չունենա, որ խլելու է այժմյան հմի վայ քաղաքականագետները, չգիտես ինչերը, ոչ, սա մեր երկիրն է, մեր սերունդը, այժմյան սերունդն էլ դժվար կարողանան պատկերացնել Երևան քաղաքը առանց Մարտին Վարդազարյանի, որ իբրև ինչ-որ մի երևույթ, ես օրինակ որ ուզում եմ մտածել, տեսնել Երևանում եւ պատկերացնել, որ Բուլիկ չկա, սա արդեն ինչ-որ մի բան թերի է, որովհետև կային մարդիկ եւ հիմա էլ կան այդ մարդիկ, որոնք իրենց մեջ էին մարմնավորում այդ կերպարը, մեր Երևան քաղաքի, մեր հայ ժողովրդի սիմվոլներն էին դարձել եւ պետք է այդ մարդկանց գնահատել, եթե մենք չկարողանանք այդ ասում եմ, չէ, այն ժողովուրդը, որը չի գնահատում իր անցյալը, իր նախնիներին, նա չունի ապագա։ Մենք էլ գոնե այն աշխարհ գնալուց ասենք, թե ռուսն ինչպես ասում է, видимо, мы все-таки не зря прожили жизнь, երևի, մենք մեծ կյանք ենք ապրել։ Այն ինչ որ մենք կարողացել ենք ապրել, թող մեր թորներն էլ դա ապրեն եւ դրա Կրկնապատկեն, իհարկե, իհարկե, Բուլիկ ջան, շնորհակալություն։ В небесах, не ожидая рая, землю ты попреком не обидь, ибо не наступит жизнь вторая, а могла и первая не быть. Спасибо жизни за чистоту в твоих глазах, за снег пушистый на ресницах, за листья желтые на медленных прудах, за все, что снится, могло бы не присниться, и за чудесный миг надежды, мелькнувший раз над мостовой. Спасибо жизни за воробьев на проводах, за снег пушистый на ладонях, за листья желтые на медленных прудах, за все, что снится, могло бы не присниться, и за чудесный миг надежды. Спасибо жизни, если плачешь, ты плачешь, значит ты